Հարգելի հայրենակիցներ, մի քանի օր է, ինչ մեր բոլորի ուշադրության կենտրոնում է նախագահ Սերժ Սարգսյանի ուղիղ եթերում արված զրույցը։ 7 ժամ խոսվեց հայրենիքի, պետության մասին, մեր հաղթանակների, մաքարումների, դժվարությունների մասին, սայթակումների մասին, ու ամենակարևորը խոսվեց նաև հնարավորությունների վերականգնման մասին։ Մեր հասարակությունը շատ առողջ քննարկում է, համաձայնվում, վիճում, մտորում այս ամենի շուրջ, եւ սա շատ նորմալ է, հենց այսպես էլ պիտի լիներ։ Բայց այս ամենը ունի նաև իր անառողջ կողմը, այ օրինակ Նիկոլա Հպատակ իրավապահների անառողջ ուշադրությունը, մի քանի անգամ օրվա մեջ դատարան կանչելով, քննչական կանչելով, ինչ որ մեկը նույնիսկ գիշերը անհանգստությունից չէր քնել, եւ մեր հասարակությունից ինքը իրեն մեկուսացրած ախրանիկներով եւ ֆեյքերով պատասպարվածը չէր կարող այս առիթը չօգտագործել եւ իր անառողջ ամբողջ էությունը ցույց չտար մեր հասարակությանը։ Եվ կապ չունի թե խոսքը ինչ ֆորմատով է հնչում, կարևորը այդ խոսքը արժանանում է իշխանազավթի հակադարձմանը, հակադարձ ռեակցիային, մի շատ պարզ պատճառով, որովհետև այդ խոսքը կենթանի ապացույցն ու վկայությունն է դառնում նրա, որ հայկական ինքնությունը չի հաջողվել սպանել, իսկ այդ սպանելու փորձերը ինքը բազմիցս արել է։ Չի կարողանում քաղաքական պատասխան տալ, չի կարողանում իր ցայտնոտը զսպել եւ դրա արդյունքում ավելի նյարդային է դառնում, քանի որ նորից հայ հասարակությունը հիշում է իր բերած ողբերգությունների մասին, իր բերած դավաճանության մասին։ Ցայտնոտն ավելանում է, որովհետև չի կարողանում մոռացության տալ, թե ինչպես էր 44 օր մեր ժողովուրդը ու մեր բանակը անձնազոհաբար պայքարում հանուն մեր բոլորի հայրենիքի։ Ավելի է նյարդայնանում, երբ հիշեցնում են մեր հասարակությանը, թե մինչև իշխանազավթումը քանի տասնյակ միլիարդ դոլարի զենք զինամթերք է ձեռք բերվել Հայաստանի համար, էլ ավելի է նյարդայնանում, երբ հիշում է, որ հայ ժողովրդին հիշեցնում են, որ մինչև իշխանազավթումը հայկական սահմանները անդադար բարելավել են, ինչպես Սերժ Սարգսյանն ասեց, Արարատից մինչև հեռավոր Սյունիքի մարզ։ Բայց այս ամենը մի կողմ, ինքը ավելի նյարդայնանում է այն փաստից, երբ գիտակցում է, որ ցանկացած զրույց հայկական իրականության մեջ, երբ խոսքը քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշման մասին է, ավարտվում է այն մտքով, որ իր խոսքը ավարտեց Սերժ Սարգսյանը։ Չհոգնել, չհուսահատվել, սրտում փայփայել ու գործողություններով օժանդակել ավելի լավ Հայաստան ունենալուն։ Երբ ու դաշինքի մեր գործընկերները լքում էին դահլիճը եւ պարոն Ռուբինյանը արձանագրեց, որ հերթական անգամ լքում են դահլիճը, Տիկին Աննա Մկրտչյանը պտտվեց, չգիտեմ, ոմանք լսեցին, թե ոչ, ասաց, այո, մենք ձեզանից զզվում ենք։ Եվ թերևս ըստ Տիկին Մկրտչյանի մետաղյա տրամաբանության, այն, որ մենք բոլորս այստեղ համբերատար լսում ենք իր խորիմաստ ելույթները եւ ներկա են գտնվում, թերևս իր տրամաբանությամբ մենք իրեն եւ իրենց սիրում ենք, պետք է հիասթափեցնեմ մեր գործընկերներին, այնուամենայնիվ մենք չենք հանդիսանում ձեր երկրպագուները։ Սա, ու իդեպ, այս կոնտեքստում պարոն Մամիջանյանն ասում է նախագահ Սերժ Սարգսյանի պոդկասթին տրված հարցազրույցը, ծավալուն հարցազրույցը, պոդկասթին այդ 18+ ֆորմատի խուժանական այդ քֆուրչի խեղկատակների հաղորդման մասին է խոսքը, ես կարծում եմ այսքանով մենք ձեզանից զզվում ենք եւ այդ բովանդակությունը ամբողջությամբ արտացոլում է իրենց էությունը եւ անցնելով բուն ելույթից հարգելի գործընկերներ, օրերս Հայաստանի նախկին երբևէ չընտրված երկու նախագահները իրար վրա ծավալուն հարցազրույցներ տվեցին իրենց սեփական պրոպագանդիստներին լսելով միայն իրենց ցանկալի հարցերը, դրանք լիեին արդեն 5 տարի շարունակ կրկնվող ստահոդ մեղադրանքներով ուղղված ժողովրդի կողմից ընտրված իշխանության եւ այլ մանիպուլյացիաներով, ցավոք ժամանակը չի հերիքի դրանց անդրադառնալ բոլորին եւ թերևս Սերժ Սարգսյանի մասով իր դպրոցաշինության եւ կոռուպցիայի համեմատականները ամբողջությամբ ամփոփում են այդ 7 ժամանոց ծավալուն մենախոսությունը։ Ես կանդրադառնամ Ռոբերտ Քոչարյանի
Ուրեմն հարցազրույցից մի դրվագի, ընդհանրապես մի հատված, 1 ժամ տևացող հարցազրույցից, որտեղ վերջինս ընդհանրապես մեկ բան է ասում, որ իրականությանը համապատասխանում է, այն է, որ Հայաստանի անվտանգությունը այդ թվում կախված է զարգացած եւ արդիական բանակով եւ որ մենք պետք է մեծագույն ռեսուրսներ ուղղենք այս ուղղությամբ եւ բանակը պետք է հզորացնենք եւ արդիականացնենք եւ այստեղ հարց է առաջանում ընդհանրապես երեսպաշտության այս մակարդակը པարզ չի երբ իր առաստաղին կհասնի այսինքն սրա մասին խոսում է Ռոբերտ Քոչարյանը ում պաշտոնավարական տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեները 5 անգամ փոխվել են հօգուտ Ադրբեջանի սիրելի հայրենակիցներ 5 անգամ եւ այս մարդը լուրջ դեմքով խոսում է զարգացած բանակի եւ արդիականացված բանակի մասին ցավոք ժամանակը չի հերիքի եւս այլ թեմաների անդրադառնալ հնարավոր առիթների դեպքում կանադառնանք շնորհակալություն պարոն Աղաջյան դուք ի պատասխան Տիկին Մկրտչյանի խոսքերին ուղղված առ մեզ կամ ինձ որ ինքը զզվում է մեզնից կամ ինձնից, ասացիք, որ մենք էլ իրենց երկրպագուն չենք, բայց պետք է ասեմ, որ ես Տիկին Մկրտչյանին շատ լավ եմ վերաբերվում, ես համարում եմ, որ ինքը կրթված, բարետես երիտասարդ կին է, որը այլ պայմաններում կարող էր մեծ հաջողությունների անցնել կյանքում եւ քաղաքականության մեջ, ուղղակի Սերժ Սարգսյանը իրեն չարիքի մեջ է դաստիարակել եւ ըստ էության խավարի մեջ է պատել իր երիտասարդ հոգին, բայց պետք է իրեն ջերմություն եւ բարություն տալ եւ կարեկցանք տալ եւ ես վստահ եմ, որ ինքը կգտնի լույսի ճանապարհը։